Ողջույն բոլորին, ուրիշի ընտանիքը հեռուստասերիալի այսօրվա իրադարձությունները ցույց են տալիս, թե ինչպես է տարիներով թաքցված սուտը ոչնչացնում մարդկանց ներաշխարհը և ստիպում դիմել ծայրահեղ քայլերի։ Բոլոր գաղտնիքները վաղ թե ուշ բացահայտվում են և հիմա մեր հերոսները ստիպված են առերեսվել իրենց իսկ սխալների դառը հետևանքների հետ։ Սկսենք փոքրիկ Ալինայից, ում աշխարհը պարզապես փլուզվել է։ Ճշմարտությունն իմանալուց հետո նա գտնվում է ծանրագույն ապրումների մեջ և ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ այդ շոկային վիճակից։ Նորոն որպես ավագ եղբայր փորձում է հանդարտեցնել նրան, բայց հասկանում է, որ լռելն ավելի ճիշտ է։ Ալինան այլևս փոքրիկ երեխա չէ, նա հասուն և խելացի աղջիկ է, ով ճիշտ ու դիպուկ հարցադրումներ է անում։ Նրա ամենամեծ ցավը ոչ միայն բուն ճշմարտությունն է, այլև այն, որ իր հարազատ մարդիկ տարիներ շարունակ խաբել են իրեն։ Ալինայի խոսքերը, թե այս ամենը բացատրություն չունի, ամբողջությամբ արդարացված են, քանի որ ստին արդարացում չկա։ Հասկանալով, որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, Նորոն շտապում է Արշակի մոտ, հայտնելու այս վտանգավոր նորությունը։ Երբ Արշակն իմանում է, որ ճշմարտությունը Ալինային հասցրել է ոչ այլ ոք, քան Բաբկենը, նա վերջնականապես համոզվում է այդ մարդու կեղտոտ և անբարոյական նպատակների մեջ։ Բայց Նորոն շատ ավելի հեռուն է նայում և ընդգծում է մի ահռելի վտանգ։ Քանի որ Ալինան արդեն գիտի ամեն ինչ, նա էմոցիոնալ պոռթկման պահին կարող է ցանկացած վայրկյան խոսել Արևիկի հետ և ասել նրան ճշմարտությունը։ Սա թույլ տալ չի կարելի։ Տղամարդիկ հասկանում են, որ պետք է շտապ գործել և շատ նուրբ, հոգեբանորեն գրագետ ձևով Արևիկին նախապատրաստել այս ծանր խոսակցությանը։ Իսկ հիվանդանոցում իրադարձությունները զարգանում են բոլորովին այլ, բայց ոչ պակաս լարված սցենարով։ Էդոն, ով բարեբախտաբար աստիճանաբար ապաքինվում է ներքին արնահոսությունից, դրսևորում է իրեն հատուկ տղամարդկային կամք։ Նա Էլիզին խնդրում է կանչել Բաբկենին իր մոտ, իբրև թե ծանոթանալու նպատակով, սակայն սա պարզապես ծանոթություն չէր։ Սա առերեսում էր երկու տարբեր արժեհամակարգերի միջև։ Էդոն առանց վարանելու Բաբկենի երեսին է շպրտում ամենակարևոր հարցը. ինչու է նա դիտավորյալ փչացնում իր հարազատ զավակների կյանքը։ Բաբկենի պատասխանը ևս մեկ անգամ ապացուցում է նրա հոգեկան անհավասարակշռությունն ու էգոիզմը։ Նա ցինիկաբար պատասխանում է, որ շատ լավ է անում և որոշում է հենց այդտեղ հիվանդասենյակում ապացուցել իր հնարովի ճշմարտությունը Շուշանի մահվան և Արշակի մեղավորության մասին։ Սա անուղղելի և վտանգավոր մարդու պահվածք է։ Մինչ հիվանդասենյակում կրքերը եռում են, դրսում միջանցքում տեղի է ունենում մի բան, ինչը կարող է փոխել սերիալի ողջ ընթացքը։ Էլիզը և Մագդան, ովքեր մինչ այս ոխերիմ թշնամիներ էին, կանգնած զրուցում են միմյանց հետ։ Սա պարզապես զրույց չէ, սա սառույցի հալման առաջին նշանն է։ Էլիզը Էդոյին կորցնելու վախի ազդեցության տակ կարծես վերագնահատում է իր արժեքներն ու սկսում նորմալ մարդկային շփում հաստատել Մագդայի հետ։ Եվ հենց այս հաշտության տեսարանին է ականատես լինում հիվանդանոց եկած Հասմիկը։ Տեսնելով, որ Էլիզը դուրս է գալիս իր ազդեցության գոտուց և սկսում է նորմալ շփվել Մագդայի հետ, Հասմիկը պարզապես խելագարվում է զայրույթից։ Նա հասկանում է, որ իր թունավոր սարդոստայնը քանդվում է և իրեն շտապ նոր, ավելի նենգ ծրագիր է պետք բոլորին նորից իրար դեմ լարելու համար։ Սիրելի հետևորդներ, իրավիճակը գնալով ավելի է թեժանում։ Մենք դեռ պետք է տեսնենք, թե արդյոք Նորոն և Արշակը կկարողանան ճիշտ ձևով մատուցել ճշմարտությունը Արևիկին, և ինչ նոր քայլի կդիմի Հասմիկը Էլիզի և Մագդայի հաշտությունը խափանելու համար։ Անպայման գրեք ձեր կարծիքներն ու վերլուծությունները մեկնաբանություններում։ Շնորհակալություն դիտելու համար։ Կհանդիպենք հաջորդ տեսանյութում։